Ընդհանրապես հարմարությանը, հարմարավետությանը մարդը շուտ է սովորում եւ նաեւ դա է պատճառը, կարծում եմ, որ մենք մոռացել ենք այո, մահվան գազելները, կոպիտ, իրար հետ մրցումների մեջ մտնող վարորդներին, մի խոսքով, այս ամենը մենք շատ շուտ մոռացել ենք, իհարկե սա շատ լավ է, բայց չեմ կարող նաեւ չնշել, որ այն տրանսպորտային միջոցները, որոնք որ մենք այսօր ունենք Երևանում, դրանք շատ կարճ ժամանակահատվածում են մեզ մոռացնել տվել այդ, այսպես ասած, ցավալի անցյալը, թեև մենք դրանց շատ երկար ենք սպասել։ Իհարկե բարեփոխումները չեն ավարտվել, մենք դեռևս ունենք մեծ ուրեմն տրանսպորտային միջոցների բավականին շատ թվաքանակի կարիք, ունենք կանգառների, ընդհանրապես տրանսպորտային ցանցի բարեփոխման կարիք, բայց այդ բարեփոխումը չի կարող տեղի չունենալ առանց մեր բոլորի մասնակցության։ Հարգելի գործընկերներ, այսօր ավելի քան 850 քաղաքացի արտոնյալ պայմաններով է երթևեկում Երևանում։ Ով է վճարում նրանց համար։ Իհարկե մենք նորից արտոնությունների վերանայման կարծում եմ, որ կարիք ունենք ընթացս, բայց պետք է հիշենք, որ այս բոլոր քաղաքացիների համար եւս վճարում են մարդիկ։ Եվ եթե մենք մի պահ նույնիսկ մոռանանք հավաքագրումների խնդիրը, որ այստեղ բարձրաձայնվում է, ես ուզում եմ հարց տալ, արդյոք նորմալ է, եթե այդ հավաքագրումները մի կողմ դնենք, որ մարդը օգտվում է տրանսպորտային միջոցից, երթևեկում է, բայց չի վճարում դրա համար։ Այսպես խոսակցական լեզվով ասած թռնում է։ Արդյոք սա նորմալ է։ Որևէ երկիր գիտեք, որտեղ որ սա նորմալ բան է համարվում։ Ես կարծում եմ, որ բոյկոտը չի հաջողվել, այլ դրա հետևանքով ցավոք ստեղծվել է մի մշակույթ եւ շատ քաղաքացիներ պարզապես օգտվելով այդ առիթից անարդարության զգացողություն են ստեղծում այն մարդկանց մոտ, ովքեր պարտաճանաչորեն վճարում են հանրային տրանսպորտի համար եւ մեր խնդիրն է այսօր քաղաքական նաեւ կարծում եմ հանձնառությունը այդ անարդարությունը վերացնելը, որովհետեւ պետք է քաղաքացին ունենա պատասխանատվություն եւ ստանձնի այդ պատասխանատվությունը, իսկ դրա ուրեմն չկատարելու դեպքում ունենա նաեւ հետևանքներ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։